Վախեցնեն, սպառնան, Արման Թաթոյանը հերքում է տարածված լուրերը, թե իր ղեկավարած կուսակցությունը արտաքին աղբյուրից է ֆինանսավորվում։ Միասնության թևեր կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս Ռուսաստանից, հայտարարում է Թաթոյանը, ընդգծում իրավական ուղիներ են փնտրում այդ լուրերը տարածողներին, իրենց հեղինակությունն ու բարի համբավը արատավորողներին պատասխանատվության կանչելու համար։ Ես աշխատել եմ իրավապահ մարմիններում, ես աշխատել եմ դատական համակարգում եւ շատ լավ պատկերացնում եմ ինչպիսին են իրավապահ մարմինների խնդիրները։ Միասնության թևեր կուսակցության ներկայացուցիչներն ասում են իրենց հասցեին ստահոդ լուրեր չէին տարածվի, եթե Արման Թաթոյանը չհրապարակեր ձայնագրություններ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավին մարդկանց բերման ենթարկելու մասին։ Մի այդպիսի ձայնագրություն էլ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանը հանրայինի եթերում է հրապարակել։ Կրթական համակարգը ամբողջությամբ ներքաշված է հիմա ես մտնում։ Արման Թաթոյանն ասում է, այս անգամ Մարտունի համայնքում են տնօրեններին հրահանգել։ Աշխատակիցները պետք է ներկա լինեն ՔՊ մարզային գրասենյակի բացմանը։ Մարտունի քաղաքում բացվելու է ԿՊ կենտրոնական գրասենյակը, ուստի խնդրում եմ ձեր տղամարդ աշխատակիցներին տեղակ պահեք, որ պարտադիր ներկա գտնվեն։ Միասնության թևեր կուսակցության ղեկավարի խոսքով մարդկանց Մարտունիի քաղաքապետարան են կանչել, հարկադրել, որ ՔՊ-ին չսատարողների անունների ցանկը ներկայացնեն։ Անունազգանունները գրեք-բերեք տվեք քաղաքապետարան։ Սա է այսօրվա վիճակը, որ ի սկզբանե անարդար իհարկե անցկացվում է եւ պարզել էր սա, որտեղ այս իշխանությունը ամեն ինչի ընդունակ է։ Արման Թաթոյանի հորդորն է իրավապահներին ջուր չլցնել կեղծ լուրերի ջրաղացին, գնալ իրական հանցագործությունների հետքերով։ Նայեք ժողովուրդ, այս իշխանությունը ինչպես է ձեզ վերաբերվում, չէ՞։ Ասենք հենց ձեզ ամեն ձև ծառայեցնում է իր շահերին, ոստիկաններին։ Հենց մի հատ իրանց շահերին օգտին մի հատ վատ բան եղավ, օրինակ ինչ որ մի բանի հետ համաձայն չեն, չէ՞։ Մի անգամից այդ ոստիկանից ազատվում են, այդ դատախազից ազատվում են, այդ քննիչից ազատվում են մի անգամից։ Գնացեք ընտրության եւ քվեարկեք արդարության, միասնության ու ուժի օգտին։ Արման Թաթոյանի հաջորդ հորդորն է։ Արփիշ Քեսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։